Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում հանդապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արա Հակոբյանի հետ։ Ողջունում եմ պարոն Հակոբյան, սա 2026 թվականի առաջին հաղորդումն է ձեզ հետ։ Իրադարձությունները շատ են, որոնք մեկնաբանության կարիք են զգում, բայց սկսենք Հայաստանից, եկեղեցու շուրջ ճգնաժամը շարունակվում է եւ քիչ-քիչ ավելի ինստիտուցիոնալ տեսք է ստանում։ Ձեր մեկնաբանությունները։ Այո, բուրն է սկսել տարին եւ կարծում եմ տենց բուրն շարունակություն է նաեւ ունենալու, ինչպես ներհայկական, ներհայաստանյան, այնպես էլ միջազգային համատեքստում, սկսենք Հայաստանից եւ ամենայն դեպս առ այս պահը ամենաակտիվ զարգացումները կան եկեղեցու շուրջ կապված իրադարձություններում։ Դուք կարծում եմ կարևոր բան ասեցիք, որ այդ պայքարը ստանում է ինստիտուցիոնալ բովանդակություն, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իր այդ այսպես ասած 10, հիմա 13 թե 16 արդեն թվերը տարբեր են ասում, սկսենք 10-ից կամ 13 եպիսկոպոսներին եւ արքիեպիսկոպոսներին բերեց ինստիտուցիոնալ դաշտ, այսինքն այն գաղափարը, որ նա առաջ էր մղում արդեն բավականաչափ երկար ժամանակ, որ հայ առաքելական եկեղեցին բարեկարգման, բարենորոգման, չգիտեմ, տարբեր բառեր օգտագործում կարիք ունի եւ այդ կարիքը պետքա պարտադրվի, այսինքն ներեկեղեցական, քանի դեռ կա կաթողիկոսը գործող ներեկեղեցական տիրույթում դա հնարավոր չի անել, դա պետքա արտաքին, այսինքն եկեղեցուց դուրս եղած ճնշման արդյունքում լինի եւ դրան պետքա մասնակցի նաեւ ինչպես ինքն ասում հավատավոր ժողովուրդը, այդ թվում ինքը որպես հավատավոր ժողովրդի ներկայացուցիչ, բայց այստեղ շատ հետաքրքիր է, թե ինքը որպես հավատավոր ժողովրդի ներկայացուցիչ ոնց է դրան մասնակցում, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ ես չեմ կարծում, չեմ հիշում գոնե, որ այդպեսի բան եղել է, ժամանակին եղել է դա Անգլիայում, երբ որ խզում էին կապերը անգլիական արքունիքը թագավորի անունը հիմա չեմ հիշի, ինչքան հիշում եմ Ռիչարդ որևէ մեկն էր, խզում էին կապերը կաթոլիկ եկեղեցու հետ եւ անգլիական թագավորը դարձավ փաստացի եկեղեցու ղեկավարը, անգլիական եկեղեցու ղեկավարը եւ ինքը նախագահում էր եւ այսօր մինչեւ այսօր այդպես է, անգլիական թագավորն է անգլիական եկեղեցու ղեկավարը, կա Քենտերբերի արքիեպիսկոպոսը, որը փաստացի եկեղեցի ղեկավարն է, եկեղեցական, այսպես ասած, կառավարիչն է, բայց եկեղեցի ու ընդհանուր ղեկավարը Անգլիայի թագավորն է, եւ դա բողոքականության ամենացայտուն դրսևորումներից էր, եւ այսօր ինչ անում Փաշինյանը, բողոքական սեկտա ձևավորում փաստորեն Հայաստանում, բողոքականությունը սեկտանտի բանով ձևաչափով Հայաստանում փորձում ձևավորել եւ դրա մեջ ներառել է հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներ, ես կասեմ պաշտոնյաները, որտեղ դրանք ինչ եկեղեցական կամ ինչ հոգևորական են այլևս։ Եվ ել եմ ասել եւ նույնիսկ կասեմ, ժողովուրդը Տիրադավ անունը, որ դրանց այդ եպիսկոպոսներին, արքիեպիսկոպոսներին տվել է, կարծում եմ ճշգրիտ է։ Նա ինստիտուցիոնալիզմի մասին ոնց է դա արտահայտում ստեղծվեց խորհուրդ։ Եկեղեցու բարեկարգման խորհուրդ եւ այդ բարեկարգման խորհրդում ներառված են հոգեվորականները կամ եկեղեցականները կամ եկեղեցական պաշտոնյաները, իսկ խորհրդի նախագահը բարձ հավատավոր Նիկոլ Փաշինյանն է, որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այսինքն խորհուրդը, որը պետք է բարեկարգի եկեղեցին, նախագահվում է աշխարհիկ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի Հանրապետության վարչապետի, դա բացարձակ բողոքականությունն է անգլիական, այսպես ասած, այդ թվում անգլիական ձևաչափում, այդպես բան եղել է ենթանենք մահմեդական աշխարհում նաև Օսմանյան կայսրության սուլթանը հանդիսանում էր կրոնի առաջնորդը, կային իհարկե համապատասխան կրոնավորները, բայց սուլթաններ որպես կրոնի պաշտպան եւ առաջնորդ հանդես գալուց, հիմա Նիկոլ Փաշինյանն է այդ դերակատարումը վերցրել եւ փորձում է վերջնականապես պարակտել հայ առաքելական եկեղեցին եւ համաշխարհային դերն ու նշանակությունը հայ առաքելական եկեղեցու չեզոք հասնել։
Ինչպես է դրան անդրադառնում կամ հակադարձում հայ առաքելական եկեղեցի նորից իր ինստիտուցիոնալ ձևով։ Փաստացի ոչ մի կերպ։ Խոսքեր են ասվում, հայտարարություններ են արվում, բայց այն դեպքում, երբ որ այս մի կողմը գործողություններ անում կոնկրետ, այդ թվում գրավում են ուժային, այդ թվում գրավում է բանը, տարբեր եկեղեցիներ, վերջինը եղավ Մասիսի եկեղեցու գրավումը, կաթողիկոսը պաշտոնանք արեց Մասիսի թեմի առաջնորդին, որպես այսպես ասած այդ բողոքական շակերտներում սեկտայի ակտիվ ներկայացուցիչ, բայց այդ Նիկոլ Փաշինյանը որպես հավատավոր չեղարկեց կաթողիկոսի որոշումը, ասեց կաթողիկոս ով է որ տենց որոշում ընդունի։ Ես դա չեղարկում եմ, մենք այդ բանը որոշումը չենք ընդունում եւ չընդունվեց փաստացի գետնի վրա, որովհետեւ զորքով զրահով ոստիկաններով, տարբեր խմբերով, տարբեր բաներից համայնքապետերի գլխավորությամբ, չգիտեմ, ԱԱԾ, տարբեր ներկայացուցիչներով գնացին եւ այդ եկեղեցին չկարողացան նոր նշանակված առաջնորդը այդ թեմի, մասացիոտ թեմի չկարողացավ մտնել այդ եկեղեցի եւ կարգալույծ եղած, ոչ թե որպես եպիսկոպոս, այլ որպես պաշտոնյա, թեմի առաջնորդ գնաց եւ շարունակեց իր եկեղեցական այսպես կոչված գործունեությունը։ Լուծումը ո՞րն է։ Լուծումը հետեւյալն է, որ կաթողիկոսը պետք է կարողանա իրավիճակին տա արմատական լուծում։ Բազմաթիվ անգամ ասել եմ եւ կկրկնեմ, որ Նիկոլ Փաշինյանը օգտվել է եւ շարունակում է օգտվել, շարունակելու է օգտվել եկեղեցում եղած խոցելի իրավիճակից։ Խոցելիություն կա եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականների մոտ, որոնք այսօր հավաքվել են Նիկոլ Փաշինյանի շուրջ եւ դեռ հավաքվելու են եւ հավատավոր թևը, այսինքն հայ առաքելական եկեղեցուն նվիրյալ հոգևորականների դիրքերը շարունակելու են թուլացնել եւ պետքա արմատական լուծում տալ եւ կարծիքով արմատական լուծումը հնարավորինս արագ դրա մասին խոսվել է, բայց երբ լինելու ես ճիշտ ասած չգիտեմ, հնարավորինս արագ անել եպիսկոպոսատ ժողով եւ անել ազգային եկեղեցական ժողով եւ լուծել այս խնդիրը, ներեկեղեցական գործիքներով լուծել եւ այստեղ ցանկացածա ներառել կաթողիկոսը պետքա հենքային խնդիր դնի, ոչ թե իր անձնական իրավիճակը, ամբիցիաները կամ կարգավիճակը, այլ հենքային խնդիր դնի, թույլ չտալ, որ հայ առաքելական եկեղեցին մասնատվի, թույլ չտալ, որ հայ առաքելական եկեղեցին կորցնի իր համաշխարհային դերակատարումը եւ դրա համար գնալ ցանկացած զողողության, այդ թվում անձնական։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը այդ հաշվարկը եւս արել է եւ հասկացել է, որ համայն դեպս կաթողիկոսը դա չի անելու, ելնելով տարբեր խոսելիություններից եւ տարբեր հանգամանքներից, ուստի ցավ եմ ասում, բայց մեր եկեղեցին այն տեսքով, որը որ միջև հիմա կար, հազիվ թե շարունակի 2026 թվականից հետո գոյություն ունենալ։ Ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, բայց ձեր ասացի մեջ իհարկե կա տրամաբանություն եւ կա փաստերի որոշակի համադրում, որը պաշտպանում է նաեւ այդ տեսակետին, ինչ որ դուք արտահայտեցիք, բայց ես հույս ունեմ այնուամենայնիվ, որ եթե անգամ ամենաբարձր մակարդակով ներառել կաթողիկոսը այդ նմանատիպ իմ ասած արմատական, բայց ներեկեղեցական եկեղեցու ներսում լուծումներ տալու կամքը եւ ցանկությունը չլինի, դեռևս արկային եւ փառք Աստծո, որ արկային նվիրյալ հոգեվորականներ եւ իրական հայ առաքելական եկեղեցու նվիրյալ հետևորդներ, որոնք կարծում եմ կկարողանան այդ իրողությունը փոխել, որովհետեւ 2000 տարվա նորից կրկնում եմ, որտեղ Նիկոլ Փաշինյանը իր վերջի ելույթներից մեկում նորից անդրադարձավ նրան, որ Տրթատ թագավոր, Տրթատ երրորդ լուսավորիչ ոչ, նրանք արձանագրել են փաստը քրիստոնեության Հայաստանում, բայց հայ առաքելական եկեղեցին ունի 2000 տարվա պատմություն, ոչ թե 1700, եւ 2000 տարվա պատմության եկեղեցին ինստիտուցիոնալ հոգեվոր ազգային կառույցը, որը որպես այդպեսին եղել է, պետք է կարողանա այս ճգնաժամից դուրս գալ։ Եվ ես
վստահ եմ, չասեմ նույնիսկ հուսով եմ, որ դա լինելու է, որովհետև դա նաև Աստծո կամոք է։ Ուշադրություն դարձնենք, որ նաև Սփյուռքի Էջմիածնական թևի ուրեմն հոգևորականների կողմից այսպես լուրջ ինչ-որ որևէ բան չի կատարվում, բոլորը սպասում են։ Ես համաձայն եմ ձեր ասացի հետ եւ ես կարծում եմ դա եւ ասացի իմ խոսքի մեջ, որ համարժեք արձագանք նրան ինչ որ անում է եւ կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը Տիրադավ խմբիկ շրջի եպիսկոպոսների եւ arczepiskopos խմբիկ շրջի հետ միասին համարժեք արձագանք չի ստանում եկեղեցու կողմից ինստիտուցիոնալ դուք ճիշտ բառ օգտագործեցիք ինստիտուցիոնալ արձագանք չի ստանում տարբեր հարց մի օրինակ հարց էլի Դիրքորոշումներ են որոշակի հայտնում, բայց քանի որ դուք խոսեցիք Սփյուռքի նաև ներկայացուցիչների այդ Սփյուռքում գործող եկեղեցականների մասին, օրինակ Ժնևի թեմի Շվեյցարիայի կներեք, Շվեյցարիայի թեմի առաջնորդը միացավ Նիկոլ Փաշինյանական թևին Եվ չկա երևի որևէ մեկը, որին գործող կաթողիկոսը չի նշանակել համապատասխան եկեղեցական հոգևոր պաշտոնի, բայց նշանակելիս էլ ենթադրում եմ գիտեր թե ում էր նշանակում եւ գիտեր անձերի խոցելիության չափը եւ այդ նշանակումները պետքա պարզաբանել ինչի է այդ նշանակումները եղել հիմա ուրիշ բան ասեմ քանի որ դուք խոսեցիք բանի մասին արևմուտքի մասին արևմտյան Սփյուռքի բայց մասնավորապես արևմուտքի Օրինակ ինչ շատ հետաքրքիր է, ինչ է լռում Պարքև Սրբազանը։ Չէ՞ որ նա մնացել է եպիսկոպոս, կամ arczepiskopos։ Նա պաշտոն չունի Արցախի թեմի առաջնորդի, բայց մնացել է arczepiskopos, ԱՄՆ-ում է։ Ինչա՞ նա լռում, ինչի ձայն չի հանում։ Ինչին է սպասում։ Այլ պարագաներում նա բան էր անում, չէ, Արցախի եւ հայ ժողովրդի պայքարի ամենամեծ ջատագովներից էր, բայց հիմա լռում է, ինչի է լռում։ Կարծիք չունի։ Իրականում գրեթե բոլորն են լռում, այնպես որ Ես օրինակ կոնկրետ բերեցի, որպեսզի ձեր ասածը մարդկանց մասին, որոնք կարծում եմ, այս պարագայում լռելու ժամանակը չի այլևս եւ հաճախ մենք էլի դրա մասին խոսել ենք, որ ինչ որ իմաստով Նիկոլ Փաշինյանը նաեւ դրական գործընթացը սկսել, ինքը ճուզելով կարծում եմ այդ գործընթացը, բայց դա ածանցյալը նրա ինչ որ ինքը անում է, լյուստրացիոն գործընթացը սկսել ոչ միայն քաղաքական հանրային դաշտում, այլ նաև հոգևոր դաշտում։ Եվ այդ լյուստրացիայի գործընթացում կան իրական նվիրյալներ, օրինակ ես կրկին պետք է տանն ասեմ, ինչպեսին Միքայել Աջապահյանն է, որը եզակի է, որ ոչ թե քննության տակ է, արդեն դատապարտվել է։ Արդեն դատապարտվել է 2 տարվա ոչինչի համար, բայց նա նվիրյալ է եւ պատրաստ է գնալ եւ մի անգամ չի որ ասել է որ պատրաստ է, եթե նա իր բառերը մոտավորապես ասեմ, կարող է ճշգրիտ չասեմ, նա ասել է որ եթե դուք պատրաստ եք անել ամեն ինչ, մենք պատրաստ ենք դրա դեմ պայքարել։ Եվ նա այդ պայքարը մղկրում է եւ ելի նույն լյուստրացիոն դաշտում բոլոր վերապահումներով հանդերձ բոլորի համար ելի նույն լյուստրացիոն դաշտում Միքայել Աջապահյանը ցույց է տալիս իր վեհությունը։ Արտահայտվեք տարբեր arczepiskoposներ կամ հոգևոր հայրեր։ Բավականին լուրջ իրավիճակ է, բայց եկեք թեման փոխենք։ Ես ուզում եմ մենք անդրադառնանք Ալիևի տարեկան հարցազրույցին, որը իմ կարծիքով ոգևորված է միջազգային իրադրության մեջ ուժի դիրքերի ամրապնդմանը շարունակում է ուրեմն բացահայտ կամ գաղտնի ձևով սպառնալ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իր պատկերացումների հետ։ Տեսեք, դա ինչ ավանդական որոշակի ձևաչափ է, ամեն տարի նախորդ տարվա, ամեն տարվա սկզբին նախորդ տարվա անելիքներն նախորդ տարիներին արած գործերն քննարկում Ալիևը բաների լրագրողների հետ նաև ասում է թե ինչ են պատրաստվում անել եւ մի քանի շատ հետաքրքիր շեշտադրում կա ես ամբողջ իր ելույթին չեմ ուզում անդրադառնալ բնականաբար որովհետեւ ընդհանուր առմամբ դա գովքն է իր բանի ընտանիքի սկսած իր հորից եւ ընդհանրապես Ադրբեջանի եւ ադրբեջանցիների
որ իրանք անպարտել են, որ իրանք շատ հին ժողովուրդ են, որ իրանք 10 միլիոն չեն Ադրբեջանում, այլ 50 միլիոն են ամբողջ աշխարհով մեկ, որ իրանք պահպանել են հազարամյակների իրանց ինքնությունը եւ այլն, այդ բարբաջանքը։ Բայց դա դնենք մի կողմ, այն ինչ որ ինքը իրականում ասում է եւ իրական նշանակություն ունի։ Սկսենք ամենակարևոր բաներից։ Սկսենք 30-35 տարվա հայ-ադրբեջանական Արցախի շուրջ եղած հակամարտությունից, որի վերաբերյալ հերթական անգամ ես ուզում եմ ասել, որ դա առաջին անգամ չի եւ կարծում եմ վերջին անգամ չի, հերթական անգամ ասում է հետեւյալը, որ որևէ պարագայում մենք մեր տարածքներից չենք հրաժարվելու, մենք փորձում ենք օգտագործել միջազգային ատյանները, որպեսզի լուծենք այդ հարցը, իսկ հարցի լուծումը տեսնում եմ միայն ընդհանուր Արցախի մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վերադարձը իրենց վերահսկողության տակ, քանի այն պահից, որ մենք տեսանք, որ դա հնարավոր չի միջազգային ատյաններում, չնայած մեզ տարբեր բաներ էին ասում բանակցությունների ընթացքում, որ պետքա իրավիճակի հետ հաշտվել եւ այլն, ամբողջը ասելով հանդերձ, ասում ենք որոշել ենք եւ դա գաղտնիք չէր եւ ոչ մեկի համար, որ այդ խնդիրը մենք արդարության վերականգնում որպես մեր բանի ազգային տարածքներ շատ կարևոր է բան ինքը հենց հող բառն է նաև օգտագործում, հեսա դրան էլ կանադառնամ վերադարձ մենք օգտագործելու ենք զինված ուժը եւ մենք դրան պատրաստվում ենք, դա հենց այնպես չէ, մենք երկար դրան պատրաստվել ենք, այսինքն հստակ ասում է, որ այդ բանակցությունների ձևաչափը որը եղել է, ինքը օգտագործել է, որպեսզի պատրաստվի ուժային գործողությունների։ Ինչը հայաստանյան կառավարիչները դրա մասին չեն իմացել։ Ոնց կարող էին չիմանալ։ Սկսած Տեր-Պետրոսյան Լևոնից դեռևս Հայր Ալիևի ժամանակ, երբ որ Հայր Ալիևն էլ հրաժարվեց ճանաչել որևէ մի տարածքային զիջում, որևէ փող զիջում Չակերտներում, հրաժարվեց նույնը որդի Ալիևը, բոլորն էլ գիտեին։ Եվ Ալիևը դրա մասին ասում է, պատմելով թե ինքը ինչպես է կառուցում այսօր, ոնց որ ինքն ասում, Ղարաբաղը այև արևելյան Ադրբեջանը, հա, ինչ միջոցներ են ներդնում, տասնյակ միլիարդներ, ասում է նաև որ հայերը երբ որ տնօրինում են այս բաները, այս տարածքները հարյուրավոր միլիոնների հավաքագրում էին անում, մասնավորապես Սփյուռքից, բայց ես որ եկա չտեսա այդ հարյուրավոր միլիոնները ոնց են ծախսվել։ Այսինքն հստակ արտահայտում է, որ ուժի եւ դա էլ ասում է, որ ուժի իրավունքն է այսօր, ուժի իրավունքներ երեք, ուժի իրավունքն է այսօր, միջազգային ատյանները այսօր գործունյա չեն եւ ով որ ուժեղա նա էլ որոշում է։ Եվ մենք այդ ուժը մեր շարունակում ենք զարգացնել։ Այստեղ շատ հետաքրքիր է Փաշինյանի դիրքորոշման այդ համեմատությունը։ Երբ որ նա այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, որը փաստացի կապիտուլյացիոն վերջնական փաստաթուղթ է, որը անպայման ուզում է ստորագրել, եւ այդ թուղթը թղթի կտորը իրականում ուզում է դարձնել երաշխիք Հայաստանի անվտանգության, Ալիևը մի արժեք ուղիղ տեքստով ասում է դա այդպես չի։ Ուժի իրավունքը դա որոշվում, միջազգային ատյաններ, միջազգային իրավունք այսօր չեն գործում եւ ամբողջ աշխարհով մեկ ասում է տեսնում եք ինչա կատարում։ Ուժ ունես իրավունք ունես եւ իրավունքդ կարող ես կյանքի կոչել։ Ուժ չունես այդ թղթի կտորները որևէ դեր չեն խաղում եւ թղթի կտորներն էլ անդրադառնում ՄԱԿ-ի տարբեր անվտանգության խորհրդի որոշումներին անդրադառնում։ Մյուս բանը, էլի ուժի իրավունքի տեսակետից, որ ինքը արտահայտում է։ Ասում է, այնտեղ ռուսական խաղաղապահներ կային, բայց ես 20 թվին, հետո 23 թվին, 20 թվից հետո խաղաղապահներ եղան, նաև 23 թվին եւ այդ ամբողջ ընթացքում նորից նախապատրաստվել եմ եւ ազատագրել եմ ադրբեջանական տարածքները։ Խաղաղապահները ներկայացան, բայց ինձ ոչ մի բան չի կանգնացրել, ոչ ոք էլ ինձ չէր կարող կանգնացնել, որովհետեւ իմ բանը, այսպես ասած, կռիվը արդար էր։ Այսինքն հստակ ասում է, որ այդ խաղաղապահների ներկայությամբ ինքը դարել է եւ համաձայնեցված է եղել եւ մասնակցային է եղել Ռուսաստանի դերը Արցախի վերջնական հայազրկման տիրույթում։ Մասնակցային է եղել։ Մյուս բանը, որ նորից շատ կարևոր է իմ կարծիքով, որ ինքը ասում է, անհատ հարցատրվում իր հոր մասին, հայրը որ հողի մասին է խոսում, ինքը ասում է, այդ հողը մեր համար շատ կարևոր է, խոսքը գնում է էլի Արցախի մասին։ Մենք տասնամյակներ շարունակ խնդիր ենք ունեցել հողի վերադարձի, որովհետև դա մեր հողն է, այսինքն իրենք
Չեն ունեցել որևէ այսպես կոչված իրավունքի խնակ, ունեցել են տարածքների խնդիր։ Հակամարտությունը դիտարկել են բացարձակ տարածքային տիրույթում, որը եւ այդպեսին էլ եղել է։ Այսինքն այդ 35 տարվա բարբաջանքը հայ կառավարիչների սուտ, կեղծ, շեղող վերլան նրան, որ մենք այդ տարածքները, հայկական տարածքները, հայկական պատմական հատվածը անունը Արցախ այսօր կորցրել ենք։ Այն պարագան, որ Քութեշնամին հենց այտենց էլ այդ խնդրին վերաբերվել է։ Եվ վերջինն եմ ուզում անդրադառնամ իր հետ ելույթից Զանգեզուրի ճակերտները Միջանցք ասացի վերաբերում, նա ասում է հետևյալը։ Ասում ես մի անգամ ասել եմ եւ ելի եմ ասել, մի անգամ չի որ ասել եմ, կներեք, որ ուզեն չուզեն հայերը այդ Միջանցքը լինելու է։ Եթե համաձայնությամբ չլինի, ուժով եմ անելու։ Ասում եմ դա հաճախ պետք է նաեւ որ դիմացինին մոտիվացնես իր բառն եմ օգտագործում, բայց մենք իրականում պատրաստ ենք դրան, բայց եկավ Թրամփը եւ ինքը այդ ձևով լուծեց եւ հիմա մենք ունենք Զանգեզուրի Միջանցք իր ամբողջ բովանդակությամբ։ Սա է ասում, այսինքն չեն հրաժարվում Զանգեզուր այս trip ուղին որպես Միջանցք դիտարկելու իրենց ցանկությունից եւ մենք ելի մի քանի անգամ դրան անդրադարձել ենք, որ ժամանակի մեջ կերևա թե այդ ուղին եթե աշխատելու է, ինչ պայմաններում աշխատելու, ինքը ցույց է տալիս, որ իրենք դրան պատրաստ են։ Իրենց կողմից ճանապարհները, երկաթուղիները համարյա պատրաստ են եւ մնում է, որ ամերիկացի գան եւ ստեղ կառուցեն։ Իհարկե մենք չգիտենք ինչպես է գործելու trip-ը, բայց բոլոր համադրությունները եթե անում ես, ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը իր ուզածին հասնելու է առանց հայկական կողմին որևէ հնարավորություն տալու։ Ճիշտ է, նույն Ալիևը իր ուրեմն խոսքում նաև նշում էր, որ ինքը պետք է Հայաստանին հնարավորություն տա ուրեմն Նախճեվանով։ Ստեղ էլ ասում է այդ ամեն ինչը, ստեղ էլ այդ ամեն ինչը ասում, որ այդ հնարավորությունները Հայաստանի համար են բացվելու եւ այլն, բայց այստեղ մի շատ կարևոր երանգ կա, որ նրբություն կա, որ ինձ ուզում են նորից անդրադառնալ։ Մենք դա մասին խոսել ենք 907 որոշումը ԱՄՆ կոնգրեսի։ Նա ասում է մեզ անարդարորեն բան այդ բոլորը ասելով ձևակերպելով հանդերձ, ասում է հետեւյալը, որ բլոկադայի, այսինքն ճանապարհների արգելափակման պատճառով այդ 907 որոշումը եղել ժամանակին 92 թվականին եւ ասում է հիմա դե չկա, մենք նավթ, այսինքն կա այսօր բաներ, բեռնափոխադրումներ Ադրբեջանից Հայաստան։ Թրամփը կասեցրել այդ որոշումը, բայց քանի որ այդ բեռնափոխադրումները կան, պետքա կոնգրեսն էլ այդ հարցը լուծի, հուսով եմ Թրամփը այդ հարցը կլուծի, որտեղ դա կարևոր է Ադրբեջանի համար, դա կարգավիճակային կարևոր է, նաև առևտրային, այդ ռազմատեխնիկական առևտրի մասին եւ համագործակցության մասին է խոսքը, այդ իմաստով էլ շատ կարևոր։ Եվ մենք խոսել ենք դրա մասին, ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ատյաններում շնորհակալություն է հայտնում Ալիևին առային, որ ճանապարհները բացվել են, հենց այդ պատճառով, որպեսզի 907 որոշումը չեղարկվի կոնգրեսով։ Եվ Ալիևը հենց բաց տեքստով դրա մասին խոսում է եւ ասում է, որ մենք այդ ուղղությամբ լուրջ այսօր դիվանագիտական աշխատանք ենք անում։ Այնպես որ եթե մենք չենք պատրաստվելու մեր անվտանգային խնդիրը լուծելու մեր իսկ գործիքներով, այդ թվում դա վերաբերվում է ամեն ինչին, նաեւ նույն այդ trip ուղուն, իսկ դա հնարավոր է միայն այն պարագայում, երբ որ Հայաստանում այլևս չի լինի կապիտուլյացիոն իշխանություններ, այլևս չի լինի 35 տարվա հակահայ իշխանական համակարգը, միայն այդ պարագայում մենք կարողանանք վերադիրքավորվել, հակառակ պարագայում ընթացքը խիստ վտանգավոր է եւ ահազանգող։ Լավ, մենք հիմա դուրս գանք կարճատև գովազդային դադարի, որից հետո շարունակենք մեր զրույցը, արդեն կանդրադառնանք միջազգային իրավիճակին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե,
Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, գինը 15,000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփոթը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մենք շարունակում ենք մեր զրույցը ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Հակոբյանի հետ։ Ուզում եմ անդրադառնանք հիմա միջազգային իրադարձություններին եւ միջազգային իրավունքի խնդիրներին։ Սովորաբար միջազգային իրավունքը ունենում է ժամանակահատվածներ, որտեղ լավ է աշխատում եւ ժամանակահատվածներ, որտեղ սկսում է վատ աշխատել։ Մեծ պատերազմներից հետո միջազգային իրավունքը սովորաբար սկսում է լավ աշխատել, մինչեւ նորից հասունանում է պատերազմական իրավիճակ եւ այդ պատերազմական իրավիճակից առաջ միջազգային իրավունքը գրեթե չի գործում։ Այս նախաբանը նրա համար է, որպեսզի ես ձեզ հարց տամ, արդյոք Վենեսուելայի դեպքը, որը որ միջազգային իրավունքի բացահայտ կոպիտ եւ այսպես անթակույց խախտում էր, նշանակում է, որ միջազգային իրավունքը գոնե 2026 թվականից որևէ ձևով սկսել է չգործել։ Տեսեք, ոչ միայն 2026 թվականից այդ պատերազմները, որ դուք ասում եք, պարտադիր չի մեծ համաշխարհային պատերազմ լինեն, բայց որպես կանոն դա էլ է լինում եւ միջազգային իրավունք պատերազմական ընթացքում դադարում ընդհանուր առմամբ գոյություն ունենալուց, որից հետո նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Հիմա մենք նոր աշխարհակարգի, այսինքն համաշխարհային պատերազմը, իդեմս սառը պատերազմ է, որովհետև դա նույն համաշխարհային պատերազմն էր, իր հիբրիդային բոլոր դրսևորումներով եւ նաեւ տաք ռազմական բախումներով ժամանակին։ Սովետական միության քայքայումից հետո այդ համաշխարհային պատերազմը ավարտվեց եւ արևմուտքը հաղթանակ տարավ եւ աշխարհակարգի նոր աշխարհակարգի ձևավորման անհրաժեշտություն կար, որը եւ չարվեց։ Եվ այդ իրավիճակը ուծացվեց եւ ՄԱԿ-ը որպես այդպեսին ինչ-որ ժամանակահատված նա սկսեց կարևոր դեր խաղալ, բայց հետո էլի ՄԱԿ-ն էլ դարձավ, այսպես ասած, ոչ
անմիջական համարժեք արձագանքող միջազգային զարգացումներին եւ պաշտպանելով ուժերի իրավունքը շարունակ, մասնավորապես դա բալկանյան դեպքերը եղան եւ այլն, որտեղ օրինակ Սերբիային դրեցին եւ շատ վատ վիճակում եւ ուժային ուղիղ ներգործություն եղավ եւ այլն, այսինքն արդարության ժողովրդավարություն չակերտներ, որ մարդու իրավունքներ, տարբեր իրավունքները դրվեցին մի կողմ, առաջնային դարձավ շահը, գերտերությունների, տվյալ դեպքում արևմտյան գերտերությունները, եւ դա բերեց հերթական ճգնաժամի։ Հիմա մենք ճգնաժամ ունենք եւ հիբրիդային եւ տաք պատերազմներ աշխարհով մեկ։ Հիմա ամերիկյան նոր վարչակարգը եւ իդեմս Թրամփի ինչ որ իմաստով եւ իդեմս վարչակարգում եղած աջ հանրապետական ազգայնական ուժերի այդ թարախի պալարները փորձում է կտրել։ Հիմա անդրադառնանք ձեր ասած բանին եւ նոր աշխարհակարգ ձևավորել եւ դա անում է ուժային գործիքներով։ Հիմա անդրադառնանք Վենեսուելայի դեպքին Մադուրոյի հետ կապված։ Ինչ են ասում ամերիկացի։ Ասում են նարկո-կոմունիստ էր Մադուրոն, նոր տերմին են շրջանառել, նարկո-կոմունիստ էր։ Եվ երկուսի մեջ էլ կա ճշմարտություն։ Ծայրահեղ ձախ գործիչ էր Մադուրոն եւ միջավ այդ Մադուրոյի նախորդը Չավեսը եւ նրանք հենվում էին կոմունիստական Չինաստանի եւ կոմունիստական մնացած անունով այդպեսին չէ Ռուսաստանի վրա համակարգերը եւ հենվում էին այդպիսի ուժերի վրա եւ բանը Վենեսուելան դարձել էր Ամերիկայի համար սպառնալիք իրենց քթի տակ։ Հիմա այդ թարախի պալերը կտրում են ամերիկացիք։ Այո, բանի եթե բան նայենք ֆորմալ հարցին մոտենանք միջազգային իրավունքի խախտումով եւ այլն, բայց եթե Մադուրոն դու միջազգային իրավունքի տիրույթում ես դնում, ապա այո, տարածքային ամբողջականություն, ընտրված նախագիծ, բայց նա ընտրված նախագիծ չէ։ Աշխարհը փաստացի բացի թվարկած երկրներից չեն ճանաչել Մադուրոին որպես Վենեսուելայի նախագահ։ Եվ նարկո-կոմունիստ Մադուրոյի հարցերը լուծեցին։ Հիմա բայց հետաքրքիր շարունակությունը նրա փոխնախագահը, որը այսօր փաստացի կառավարում է, գնացել է ամերիկացիների պահանջներին եւ ամերիկացիք արդեն սկսել են Վենեսուելայի կառավարումը եւ այստեղ իրենք ասում են Թրամփը բազմաթիվ անգամ ասել է, որ ելնել է Վենեսուելայի ժողովրդի շահերից, բայց ինչքանով կելնի Վենեսուելայի շահերը, թե դա նոր կոլոնիալ քաղաքականությունը հնդածես կերպ, բայց այս պահին Վենեսուելայի ամբողջ նավթը տնօրինում է ամերիկյան կառավարությունը, սանկցիոն նավթ դնելով անունը, Վենեսուելայի փաստացի ամբողջ ռեսուրսային դաշտը կառավարում, այս Վենեսուելան հիշեցնեմ, որ նավթի ամենամեծ պաշարներն ունի աշխարհում։ Վերջերս հավաք ունեցավ Թրամփը ամերիկյան նավթային եւ գազային ընկերություններ, այսինքն էներգետիկ մեծագույն ընկերությունների հետ եւ ասում է որ 100 միլիարդ տեսեք այդ 100 միլիարդ ներդրումը ասում է պետք է ունենալ Վենեսուելայում, որովհետեւ այդ նավթը մենք կարողանանք կիրառել։ Այդ 100 միլիարդն էլ ասում է որ դա էլ Վենեսուելայի ժողովրդի եւ երկրի զարգացմանը բան կլինի աջակցի։ Կարծեմ դրա մեջ իմաստ կա, բայց ամբողջ այդ ռեսուրսը իրանք են տնօրինելու։ Ասելով որ ժամանակին մեզնից ազգայնացրել են ապօրինիորեն խլել են անում են ինչ որ ամերիկյան սեփականություն ա եղել նույն Վենեսուելայում։ Այդ համատեքստում հետաքրքիր էր նաև ուժի այն ցուցադրումը, որ իրականացրեցին ռուսական տանկերի հետ կապված։ Շատ հետաքրքիր փաստ է դա, որովհետև էլի թուրա ճոճում Պուտինը մենք բան, բայց Թրամփի ասած հերթական անգամ երևաց, որ ինքը այնուամենայնիվ թղթև ագրը, որովհետև ռուսական դրոշը բարձրացած տանկերը, որը սկզբից չէր բարձրացնում, հետո բարձրացրեց, 2 շաբաթ փաստորեն հետապնդել են այդ տանկերին, Վենեսուելայից նավթ արտահանելու, այսինքն այսպես ասած թաքնված պուտինյան թաքնված նավատորմի մաս լինելու պատճառով եւ ռուսները ուղարկել էին այնտեղ Սուզաննա, այնտեղ ուղարկել էին ռազմական նավ կամ նավեր բոլորի ներկայությամբ ամերիկացի նավթ տանկերը գրավեցին եւ տարան այնտեղի եղած բաներին էլ անձնակազմներ ձերբակալեցին եւ ռուսները ոչ մի բան չարեցին ոչ մի բան
Ավելին, երկու նավաստի բացա թողե Թրամպը, Զախարովն դրա համար շնորհակալություն է հայտնում Թրամպին։ Այսինքն, այն ինչ որ արդեն քննարկեցինք, ուժի իրավունք, նոր աշխարհակարգի ձևավորում։ Եվ այդ համատեքստում դա նաև բռնում է ամերիկացիների նոր անվտանգության ռազմավարության հետ, որ արևմտյան տարածաշրջանը դա մեր վերահսկողության տակ պետք է լինի, դա մեր առաջնահերթությունն է։ Մյուս խնդիրը Կոլումբիան է, եւ հիմա Կոլումբիայի նախագահը գալու է ԱՄՆ, որսի Թրամպի մոտ, այսպես ասած, ճակերտներում մեղագա եւ ընդունի լուծը նորից ճակերտներում, եւ Թրամպը ասում է, սպասում եմ անհամբեր այդ հարգալից այցելությանը, նույնը վերաբերվում է Կուբային, Կուբանա մյուս թիրախը նույնը վերաբերվում է, որը հետաքրքիր է, շատ Գրենլանդիային։ Այսինքն ինչ է ասում իդեմս Թրամպը դե ինքը որպես պոպուլիստ ծայրահեղ դրսևորում է ունենում, բայց հետևից գալիս է արդեն հենքային ազգային շահի դրսևորումը իդեմս տարբեր պաշտոնյաների, մասնավորապես եւ առաջին հերթին Ռուբիոյի պետքարտուղար եւ Գրեհեմի որպես սենատի առաջնորդողներից մեկը։ Ինչ են ասում են այդ Գրենլանդիան շատ լավ, այդ դանիացիք մի 500 տարի առաջ այնտեղ նավով եկել գրավել են, Դանիա հասկացանք, ՆԱՏՕ-ը հասկացանք, բայց ռուսական եւ չինական ազդեցության ներքո է։ Եվ դա անվտանգության բան է, խնդիր է մեր համար ազգային անվտանգության։ Եվ եթե չեմ սխալվում, Ռուբեն մոտ ժամանակն էս գնալու է եւ փորձելու է արդեն Գրենլանդիայում կամ Դանիայում այդ խնդիրները համահարթել։ Այսինքն չի կարելի տենց դուք ոնց որ մեր հետ եք, բայց միաժամանակ չեք հետևում մեր անմիջական շահերին։ Սա նույնպես կարևոր է, այսինքն մյուս բանը Իրանը, որը անմիջական մեր, այսպես ասած, հարևանն է, ի՞նչ է կատարվում Իրանում։ Ինքը զարգացման գործընթացներ են եւ Իրանի կատարվողի համար նույն ամերիկացիք նույն Թրամպը հստակ եւ բավականաչափ կոշտ հայտարարություններ արեց, որ եթե սկսեք սպանել ձեր ժողովրդին, մենք միջամտենք։ Ես ուզում եմ Իրանի մասին ուղղակի ավելի այսպես ավելի ծավալուն, դե ծավալուն խոսենք, հայկական տեսանկյունից։ Հեսա դեպքում կանոնադառնանք Իրանին առանձին, բայց այն ինչ որ արդեն թվարկեցի ես, դա նշանակում է, որ արդեն մեր կողմից ասած ուժի իրավունքը գործում է ուղիղ եւ միջազգային ատյանները այսօր բան են դիտորդի դերակատարում ունեն, որևէ լծակ չունեն այդ ամեն ինչի վրա ազդելու, այդ թվում ՄԱԿ-ը Իմիջիալից ասեմ, որ Ամերիկան մի քանի տասնյակ ՄԱԿ-ի կազմակերպություններից դուրս եկավ։ Մի քանի տասնյակ ասելով, որ այդ կազմակերպությունները բան են անում, հակաամերիկյան եւ շեղված գլոբալիստական փաստացի քաղաքականություն են վարել եւ դա ճշմարտությունը այդ թվում հետաքրքիր բան, որ մեր մոտ շատ դրա վրա մեծ հղում են անում, Վենետիկի հանձնաժողովից դուրս եկավ ԱՄՆ-ն։ Դա նույնպես շատ հետաքրքիր է, այստեղ ամեն ինչ, բա Վենետիկի հանձնաժողովը ինչ կասի, ԱՄՆ-ն դա շփրտեց մի կողմ, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովը ինչ շահերից է, կամ ինչ սկզբունքներից է ինչ որ մի բան ասում, գլոբալիստական աշխարհը կործանող ձախ լիբերալների, թե ազգայնական եւ ազգային ուժերի։ Հիմա դա կարծում եմ ամբողջ 26 թվականում դա լինելու է, հուսով եմ դա չի այս ամեն ինչը չի վերածվի մեծ բախումների համաշխարհային մակարդակով, այլ լոկալ ռազմական, այսպես ասած, գործողություններով նոր աշխարհակարգի ձևավորումը կդառնա առարկայական։ Հիմա կարելի է անդրադառնանք Իրանին։ Եկեք անդրադառնանք Իրանին, ժողովրդական ընդվզումներ, ռեժիմի դեմ պայքար, ես չգիտեմ, արտաքին միջամտություն, արտաքին այսպես հրահրումներ, այդ ամբողջը հիմա երկու կողմերի ուրեմն քարոզչության մեջ են գտնվում, այսինքն իշխանությունները խոսում են, որ սա ոչ թե ժողովրդական ընդվզում է, այլ դա հրահրում է դրսից, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, ժողովրդական ընդվզումներն էլ, քանի որ Իրանը փակ երկիր է, այսպես տեղեկատվությունը շատ սահմանափակ է եւ դժվար է անել միանշանակ կողմնորոշում, բայց ես ուզում եմ ոչ թե մենք միայն անդրադառնանք նկարագրությանը, ինչ է այնտեղ կատարվում, մենք եկեք քննարկենք ձեզ հետ միասին նաեւ պրոցեսներ,
տարբերակներ, թե ինչ կլինի, եթե զարգանա այսպես եւ ինչ կլինի, եթե զարգանա այնպես հայկական տեսանկյունից։ Դա հայկական տեսանկյունից դա, այսինքն Հայաստանի վրա դրա ազդեցությունը միարժեք լինելու ցանկացած զարգացման պարագայում, ցանկացած, որովհետեւ ինչպես եւ ասեցի, Իրանը մեր հարևան երկիր է եւ ընդհանուր առմամբ Իրանը մեր համար բարեկամական երկիր է եւ Իրանում ցանկացած խժդժություն կամ ցանկացած անհավասարակշիռ վիճակ դա ուղիղ ազդեցություն ունենալու, մասնավորապես ես կոնկրետ բան ասեմ, զարգացումները այնպեսին են, որ կարող են մեծ բախումներ լինել եւ այդ բախումները կարող են, ես հույս ունեմ այդպես լինի, վերածվեն ինչ-որ իմաստով նաեւ քաղաքացիական պատերազմի Իրանին, որտեղ բախումները բան են մեծ ընդգրկում ունեն եւ այդ պարագայում շատ հնարավոր են փախստականների հոսքեր եւ այդ փախստականների ներքո Հայաստան ովքեր կմտնեն եւ ինչպես կմտնեն հասկանալի չի, մենք պատրաստ ենք դրան։ Եկան Հայաստանի իշխանությունները պատրաստ են սահմանը պաշտպանելու հնարավոր փախստականների հոսքերից, որտեղ այդ փախստականները եթե օրինակ Հյուսիսային Իրանից գան, որ հնարավոր է, դրանք բոլորը ադրբեջանցիներ են, հիմնականում լավ ասենք ադրբեջանցիներ են, եւ այդ ադրբեջանցիները հիմնականում, այնտեղ որտեղ ադրբեջանցի կա, որ նաեւ իրանական պարսկական ծագում ունի, բայց հիմնականում ադրբեջանցիները որոնք ունեն թյուրքական ծագում։ Հիմա Հայաստանի իշխանությունները պատրաստ են դրան, պատրաստ են այդ իրավիճակը կառավարելու։ Ես կարծում եմ ոչ։ Առավել որ սահմաններ Հայաստանի իշխանությունները ուղիղ իրանք չեն կառավարում, այլ ռուսական սահմանապահ զորքերն են, ռուսական զորքերը ինչ դերակատարում ունեն, մենք տեսանք Արցախում։ Մյուս բանը, որը կարևոր է, ինչ որ դուք ասեցիք, որ Իրանի եղած իշխանությունները սենց են ասում, մյուս կողմը այնպես է ասում, ես կարծում եմ երկու կողմն էլ ճիշտ են տվյալ դեպքում, այսինքն երկու կողմի ասածներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալ, բայց այստեղ ես ուզում եմ հարցի մի քիչ այլ կերպ վերաբերվենք։ Իրանում փաստացի վերջին քանի տարի արդեն 70-ականների վերջերից սենց ասենք, արկա կրոնապետություն, կոշտ կրոնապետություն, եւ դա ազգային պետություն չի, որովհետեւ կրոնապետության մեջ հենքայինը ոչ թե ազգային ինքնությունն է, ազգային պատկանելությունն է, այլ կրոնն է հենց, դա էլ կոչվում է կրոնապետություն։ Եվ պատահական չի, որ Իրանում, որտեղ պարսկական էթնոսը բնիկ էթնոսն է եւ ամենամեծ մասնաբնակչության, այսօր փաստացի հոգևոր դաշտում իշխում է ադրբեջանցին, որտեղ այաթոլլան իր ծագումով ադրբեջանցի եւ նախագահն էլ է ադրբեջանցի։ Այսինքն ազգային պետության վերականգնման կարելի է այդպես նաեւ գնահատել, խնդիր կարա առաջանա եւ այդ խնդիրը առկա է, որտեղ Թեհրանում բախումները այդ համատեքստում են, մասնավորապես Թեհրանում, բայց այդտեղ ուրիշ խնդիր էլ կա անջատողական շարժումներ, կա քրդական անջատողական շարժումը, կա ադրբեջանական անջատողական շարժումը, եւ եթե այս իրավիճակը բերվի նրան, որ Իրանը փորձեն պառակտել, ինչպես արեցին Իրաքը, ապա դա ասենք օրինակ Իսրայելի համար լավագույն կարող է, այո, Իսրայելի համար դա կարող է լինի ռազմավարական գերնպատակ։ Այդ պարագայում Հայաստանը կհայտնվի շատ ծանր իրավիճակում, որովհետև ի վերջո Իրանը մեզ բարեկամ լինելով հանդերձ, բայց այդ բարեկամությունը հենվում է պարսկական էթնոսի վրա։ Եվ եթե պարսկական էթնոսին Սերբիա օրինակը բերեցի, ինչպես սերբական էթնոսին ճնշեցին եւ զրկեցին իրենց տարածքներից, այդ թվում պատմական ազգային տարածքներից, Կոսովո եւ այլն, նույն բանը կարող է փորձեն անել Իրանում, հուսով եմ չեմ կարողանա, բայց այստեղ պետք է ես իմ դիրքորոշումն է, իմ նախընտրությունն է, որ Իրանում կրոնապետությունը իմ կարծիքով պետքա, եթե ելնում ենք պետական շահից, ելնում ենք ոչ թե առանձին վերցրած իշխող վերնախավի շահից, այլ ելնում ենք երկրի եւ պետության շահից, ապա կրոնապետությունը պետքա գնա ձևափոխման դեպի ազգային պետություն, որտեղ ինչպես օրինակ կա, ես մի քանի անգամ եմ ասել, որտեղ կարող է լինի համադրում եւ հոգեվոր իշխանության եւ աշխարհիկ իշխանության եւ համատեղ կառավարում, ոնց որ օրինակ կա Թուրքիայում, ոնց որ կա Իսրայելում, ոնց որ կա Հնդկաստանում։ Այսինքն կրոնապետությունից ազգային պետություն դավանանքի, այսինքն կրոնի եւ հոգեվորի եւ աշխարհիկի համադրմամբ։ Այդ պարագայում Հայաստանը կշահի։ Բայց դա
որ ուղղությունն այսօր զարգանար, դա ցանկությունների դաշտից է, այսպես ասած, այո։ Բայց որ ուղղությունը կզարգանա, որովհետև շահառուները, որ Իրանը հայտնվի ծանր վիճակում, մասնավորապես անջատողական շարժումներ եւ մասնատում, այդ շահառուներն ակնառու են, մասնավորապես Իսրայելը, ինչ որ դուք ասեցիք։ Շատ լավ, մեզ քիչ ժամանակ է մնացել, ես կուզենայի մի քանի խոսքով էլ անդրադառնալ ռուս-ուկրաինական պատերազմի ներկա փուլին, ինչ է այնտեղ կատարում, ռուսները փորձում են օգտագործել իրենց ռազմական հզորությունը, բանակցություններից առաջ ավելի մեծ կտորներ պոկելու համար, թե այնտեղ եւս ուժի օրենքն է գործում։ Բնական է, որ ռուսները փորձում են գործել ուժի օրենքի սկզբունքներից եւ տրամաբանությամբ, բայց ռուսների ուժը այս պարագան բավարար չի, որովհետեւ այնուամենայնիվ երկու կարևոր բան, ուկրաինացիք շարունակում են պատերազմել, այսինքն ծանր պայմանները մասնավորապես ձմեռը, մասնավորապես ամբողջ էներգետիկ ենթակառուցվածքը երկրի մակարդակով ամբողջը չասենք, բայց հենքային էներգետիկ ենթակառուցվածքները ռուսները ոչնչացրել են, դա վերաբերում է օրինակ նաև Կիևին, որովհետև Կիևի քաղաքապետը Կլիչկոն վերջերս հայտարարություն արեց, որ ցուրտ եղանակա եւ ովքեր կարող են դուրս գալ Կիևից այսօր, որովհետեւ մենք չենք կարողանում տաքացնել համարժեք ջերմություն տալ, որովհետեւ ռուսները ոչնչացնում են մեր այսպես էներգետիկ ենթակառուցվածքները։ Բայց ուկրաինացիք շարունակում են պատերազմել եւ մյուս բանն է, ինչքան էլ Թրամփը ոչ միարժեք եւ ավելի պուտինյան, այսպես ասած, դիրքորոշում ուներ, այնուամենայնիվ շարունակվում է աջակցությունը արևմուտքի Ուկրաինային, այդ թվում ամերիկյան աջակցությունը, մասնավորապես այն բանից հետո, որ բացահայտվեց, որ հերթական սադրանքն ու սուտն էր, որ Պուտինը անձամբ եւ պուտինյան իշխանությունները վարչակարգը բանը շրջանառեց, որ Պուտինյան նստավայրի վրա հարձակում է եղել, դուրս եկա, որ դա սուտ է, իսկ այդ սուտը ինչ էին ասում, որպեսզի չգնան եւ չսկսեն բանակցել զինադադարի առավելևս խաղաղության վերաբերյալ, որովհետեւ ռուսական որևէ զիջում, բացի ամբողջ Ուկրաինայի գրավումից, նշանակում է պուտինյան կայսրության կամ պուտինյան կառավարության ռազմավարական պարտություն։ Տարածքներ կարողանանք ավելացնել իրանց համար, Ռուսաստանում տարածքների պակաս չկա, բայց ընդհանուր առմամբ կայսրության վերականգնման գաղափարը եւ այդ ծրագիրը կդառնա առ-ոչինչ։ Հիմա նույն Թրամփը հերթական անգամ եւ դրա մասին խոսած իմ կողմից նշված սենատոր Գրահեմը հավանություն է տվել արդեն, որ սենատը ընդհանուր կոնգրեսը Ամերիկայի ընդունի որոշում նոր սանկցիաների վերաբերյալ Ռուսաստանի նկատմամբ եւ այս շաբաթվա մեջ ամենայն դեպս Գրեմը այդպես ասեց, այդ որոշումը կարող է ընդունվի, այդ պարագայում Ռուսաստանի վիճակը իրականում շատ կծանրանա, այսինքն Թրամփը շարունակում է, Թրամփյան վարչակարգը ամերիկյան կողմը եւ արևմտյան կողմը ընդհանուր առմամբ տվյալ դեպքում շարունակում է ուժային տվյալ դեպքում սանկցիոն ուժային գործողությունները Ռուսաստանին պարտադրել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ռուսաստանի վիճակը բոլոր իմաստներով վատն է։ Բացի նրանից, որ նա ունի օրինակ արեշնիկ, որը խփում է Լվովին։ Իր տանկերը ամերիկացիք գրավում են իրանց ներկայացությամբ, ծպտուն չեն հանում, նույնիսկ շնորհակալություն են ասում, որ նավաստիաբաց թողում երկու հատ։ Բայց միաժամանակ, որպես արձագանք դրա, արեշնիկով, որը լրջագույն զենք է, հա, ռազմավարական նշանակության զենք է, խփում են Լվովին։ Այսինքն ռուսները ցույց են տալիս, որ նրանք պատրաստ չեն որևէ իրական բանակցությունների զինադադարի եւ բանի եւ խաղաղության առավելևս։ Հիմա հնդածս կերև է, ես տվյալ դեպքում նորից ցանկությունների դաշտից խոսեմ, բայց նաեւ հենված իրողությունների վրա կարծում եմ ռուսները չեն կարողանա իրանց վերջնանպատակին հասնել, այսինքն ամբողջովին Ուկրաինան ենթարկացնել իրենց եւ արևմուտքի եւ ուկրաինացիների հերոսագործությունների արդյունքում ինչ որ տարվա ընթացքում ինչ որ հանգրվանի կհասնեն, որտեղ ռուսների պատերազմական գործողությունները կարողանան սահմանափակել եւ դա ուղիղ ազդեցություն ունենալու Հայաստանի վրա, ուղիղ անմիջական ազդեցություն ունենալու ռուսների հնարավոր ռազմավարական հաղթանակը դա Հայաստանի համար գոյա ասել եմ արդեն կրկնում գոյաբանական խնդիրը Հայաստանի գոյությունը վտանգվելու է ընդհանուր առմամբ
Ռուսների ռազմավարական պարտությունը դա Հայաստանի համար նոր հնարավորությունների ստեղծում է եւ նոր զարգացման ճանապարհ է։ Շատ լավ, ես կուզենայի անդրադառնալ նաև Սոլովյովի ես վերջին ասած մտքերին, որ Հայաստանը իրանց համար հատուկ նշանակություն ունի ու եթե իրենք կարող են հատուկ ռազմական օպերացիա SVO կազմակերպել Հայաստանի համար, ապա Հայաստանի վրա էլ կարելի է կազմակերպել, բայց եկեք այս մասին խոսենք մեր հաջորդ հանդիպմանը եւ ավելի այսպես վերլուծելուց հետո, որովհետև հայկական իրականության մեջ Սալավյովի հետ ասածը բավականին այսպես բուրն ռեակցիա առաջացավ։ Եթե ուզում եք հիմա պատասխանել։ Ես ընդամենը երկու բառ ասեմ, որ Սալավյովի ասածը հենց մի քիչ առաջ իմ ասացի համատեքստում է, որ եթե հանկարծ ռուսները կարողանան այնտեղ ռազմավարական հաղթանակ տանել, ինչ որ իմաստով, ապա Հայաստանի համար առաջանալու է գոյաբանական խնդիր։ Շնորհակալություն պարոն Հակոբյան, սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտում ենք, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Արա Հակոբյանի հետ, ազգային օրակարգ խորհրդի նախագահ եւ Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։